Արդեն 2 տարի է ամուսնացած եմ, սակայն կինս չի հղիանում։ Սեռական հարաբերության ժամանակ շուտ եմ հանգստանում։ Ուզում եմ իմանալ, դա կարող է ազդել բեղմնավորման վրա։ Սեռական հարաբերության տևողությունը, առավել ևս վաղաժամ սերմնաժայթքումը հղիացնելու գործընթացի վրա առանձնապես որևէ ազդեցություն չունի։ Եթե ձեր կինը 2 տարի անընդմեջ հղիության որևէ նշույլ չի ունեցել, ապա այստեղ առաջին հերթին ցանկալի կլինի, որպեսզի երկուստ էլ ստուգվեք, թե կինը, թե տղամարդը, որովհետև հղիանալու համար իհարկե մասնավորապես պետք է պարզել, թե տղամարդու մոտ սերմնահեղուկը ինչ վիճակում է, գուցեև այստեղ խնդիրներ կան, իսկ կոնկրետ եթե վերլուծենք վաղաժամ սերմնաժայթքման դեպքը, ապա այն շատ դեպքերում առաջանում է բորբոքային գործընթացներից, որոնք էլ իրենց հերթին կարող են բերել սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների վատ տարածմանը։ Հետևաբար ձեր նշած խնդիրը որպես այդպիսին կարող է եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված լինի։ Հետևաբար նման դեպքերում ցանկալի է անցնել սեքսոլոգիական հետազոտություն, պարզելու առաջին հերթին թե կա բորբոքում, թե ոչ, եւ երկրորդը իհարկե հանձնել սերմի քննություն, որպեսզի պարզ լինի սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշները, այնուհետեւ իհարկե արդեն հնարավոր կլինի եզրակացնել հղիություն որպես այդպիսին հնարավոր է թե ոչ։